ոնց էր ամբողջ ընտրական շրջանում ամբողջ քննարկումը այս հարցի շուրջ է մանդատները վերցնել չվերցնել իհարկե դուք ասել եք որ այս իրավական գործընթացներից հետո երևա ինչ պետք է անել լավ ամեն դեպքում նաև ձեր կողմից թիմակիցներից նաև շատ է գալիս այս մեսեջները որ դե կպնչունի սահմանադրական մեծամասնություն ընդհանուր 8 մանդատ է պետք եւ այլն փոփոխություն անելու համար վարչապետ փոխելու լավ օրինակ հիմա ԿՊԱ-ականներն էլ այսպիսի տրամադրության կա որ կյանքը ցույց է տվել որ ընդդիմադիրների շարքերից են օրինակ դուրս գալիս դառնում անկախ պատգամավոր եւ հետո քվեարկում իշխանության օգտին ունեք եթե դուք մանդատները վերցնեք գնաք համարելով որ չունի սահմանադրական մեծամասնությունից դուք վստահ եք որ ձեր թիմակիցներից չեն միանա իշխող կուսակցությանը եւ չեն քվեարկի իրենց նախագծերի օգտին դուք վստահ եք որ մենք արդեն ասել ենք իրենք են միանալու մեզ Ինչ վստահություն եք, պարոն Կարապետյան։ Ինչ վստահություն եք։ Ամեն ինչ ասեմ ձեզ։ Լավ, վստահ եք, որ ձեր թիմում Գեղամ Նազարյաններ եւ Իշխան Զաքարյաններ չեն ծնվի, չեն հայտնվի։ Ուղիղ ասենք։ Նույնիսկ եթե հայտնվեն, դա իրեն չի օգնելու։ Բայց կօգնի զուտ թվաբանություն։ Ոչ մի կարող մանդատը նրանցից վերցնել։ Իրենք դուք չեք ինչ տեսակ, օրինակ Փաշինյանը պահանջում էր Աղազարյանը մանդատը վայր դնել, չդրեց։ Ուզում եմ ասել, մարդը կարող է պահպանել մանդատը։ Հասկանում եմ դա, դրա համար դուք ձեր ցուցակի նկատմամբ ունեք վստահություն։ Չեն միանալու ԿՊ-ին, ունենք վստահություն։ Ամբողջ ցուցակի համար քանի օք 200 քանի օքն է կարծեմ։ Ամբողջ ցուցակի վրա, այսինքն կոպիտ ասած վստահ եք որ կռիվներ չեն հայտնվի, առնետաբացք չի լինի։ Դե հիմա կարևորը պատգամավորներն են, վստահ ենք որ չեն հայտնվի։